Գորիսում մեկնարկել է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովը։ Մասնակցում են շուրջ 400 պատվիրակներ Ֆրանսիայից եւ Հայաստանի տարբեր մարզերից։ Այսօր Գորիսում կբացվի նաեւ Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը։ Այդ մասին Երևան այցի ժամանակ հայտնել էր Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Երևանը բարձր է գնահատում Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ ժողովրդավարության հետագա ամրապնդմանը։ Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի ժամանակ հայտարարել է արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։ Նա կարևորել է նաեւ երկկողմ ու եվրոպական ձևաչափով Ֆրանսիայի օժանդակությունը Հայաստանի պաշտպանական կարողություններին, տնտեսական դիմակայունության ամրապնդմանը, ինչպես նաեւ աջակցությունը Հայաստան-Եվրամիություն գործընկերության ընդլայնմանը։ Հայաստանի ներքին գործերի նախարարությունը 15 հատ Volvo մակնիշի ոստիկանական մեքենա է գնել։ Պայմանագրի ընդհանուր արժեքը, որին ծանոթացել է Սպուտնիկ Արմենիան, 311 միլիոն 250 հազար դրամ է։ Մեկ մեքենայի արժեքը 20 միլիոն 750 հազար դրամ է։ Նախորդ տարի նախարարությունը եւս 67 էլեկտրական ավտոմեքենա էր գնել 1 միլիարդ 300 միլիոն դրամ ընդհանուր արժեքով։ Դրանք նախատեսված էին պարեկային ոստիկանության համար։ Ռուսաստանի տարածքում ուկրաինական հատուկ գործողության համակարգման կենտրոնը տեղակայված է եղել բառացիորեն անվտանգության դաշնային ծառայության տարածաշրջանային վարչության կողքին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա նշել է Սարդոստային հատուկ գործողությունը եզակի է, նաև հաստատել, որ դրա նախապատրաստմանը մասնակցած անձինք Ռուսաստանի տարածքից դուրս են բերվել գործողության նախօրեին։ Հունիսի 1-ին ուկրաինական անօթաչուները գրոհել էին Ռուսաստանի Ռիզանի մարզի Դյագիլևո, Մուրմանսկի մարզի Օլենիա, Իրկուտսկի մարզի Բելայա եւ Իվանովոյի մարզի Իվանովո ռազմական օդանավակայանները։ Անօթաչու թռչող սարքերն արձակվել են ավիաբազաների մոտ գտնվող մայրուղում կայանված բեռնատարներից։ Ըստ ուկրաինական կողմի ոչնչացվել է ռուսական ռազմավարական ավիացիոն 41 ինքնաթիռ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական կողմի հարձակումը։ Ստամբուլում այսօր նախատեսվում են Ուկրաինայի եւ Ռուսաստանի պատվիրակությունների հերթական բանակցությունները խաղաղության շուրջ։ Կրեմլի բանակցողները հունիսի 1-ի ուշ երեկոյան ժամանել են Ստամբուլ։ Ուկրաինական պատվիրակությունը ղեկավարում է պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգն ավելի վաղ հայտնել էր, որ ամերիկացի, գերմանացի, ֆրանսիացի եւ բրիտանացի պաշտոնյաները նույնպես կմասնակցեն Ստամբուլի հանդիպմանը։ Ռուսաստանն ակնկալում է, որ Ուկրաինան Ստամբուլում կայանալիք բանակցությունների ընթացքում լուրջ կվերաբերվի Մոսկվայի առաջարկներին եւ հնարավոր հրադադարի պայմաններին, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ Ռուսական կողմը հուշագիր է առաջարկելու, որում ըստ Ռուդենկոյի կարտացոլվեն նաեւ հնարավոր զինադադարի պայմանների հետ կապված հարցեր, ինչը բանակցությունների հիմք կհանդիսանա։ Կեսգիշերն անց Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 11 կիլոմետր հարավ-արևելք 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ։ Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր քաղաքներում, ինչպես նաև Արևաշող եւ Լեռնապատ գյուղերում 3 բալ ուժգնությամբ։